Իսկ հիմա նայենք կարճ անդրադառնանք, ելի որ հասցնենք, եթե աշխարհակաղակական մի քանի հարցեր անդրադառնանք։ Ուրեմն ընտրությունների հետ կապված հիմա ես ասեմ, այս ամեն ինչից հասկացաք, չէ՞։ Դրա համար ես ասում եմ, խաղեր տալը վտանգավոր է։ Քեզ կարող է հարգեն քո կարծիքը, թեկուզ քեզ չսիրեն, որովհետև դու իրանց հետ չես, բայց հարգեն քո սկզբունքային կարծիքը։ Դրա համար մենք ասում ենք, մենք հստակ, որպես քաղաքական ուժ, ես նկատի ունեմ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, որի նախագահն է Գուրգեն Սիմոնյանը եւ մեր վարչապետի տեխնացուն, հստակ ասում ենք, կստանանք մեծամասնություն, հայտ կներկայացնենք Եվրամիության անդամակցության։ Ու անմիջապես Եվրամիության մեր գործընկերներին կասենք, ով է երաշխավորելու մեր անվտանգությունը։ Դուք որևէ ճկուն համակարգով թե դիմելու ենք Միացյալ Նահանգներին, թե դիմելու ենք ՆԱՏՕ-ին։ ՆԱՏՕ-ն որպես խորհրդանշական, որ գիտենք, որ դա կա որպես կառույց, շատ հեշտ է դա ներկայացնել, բայց գիտենք, որ նաև որոշակի խնդիրներ կա ՆԱՏՕ-ի հետ կապված, հիմա էլ տեսնում ենք վերակառուցման հազարով մի խնդիրներ, Եվրոպան ցանկանում է իր անվտանգության հարցը լուծի, բացի այդ Իրանը կատեգորիկ դեմ է ՆԱՏՕ-ի ներկայությանը Հայաստանում, մենք պետք է ունենանք նաև, այսպես ասած, արևտերի տեղ, որ Իրանին ասենք մենք ձգտում ենք ՆԱՏՕ-ի, բայց եթե չես ուզում, մեծ ախպեր։ Այդ դեպքում լավ, ուրիշ տարբերակ կմտածենք եվրոպական անվտանգության, որին դու դեմ չես, բայց իրականում այդ եվրոպական անվտանգության անդամ երկրները բոլորը ՆԱՏՕ-ի անդամ են։ Այսինքն, սա հստակ է ժողովուրդ ջան։ Կունենանք մեծամասնություն, այդ քայլը կանենք։ Չենք ունենա մեծամասնություն, դա էլ եմ ասել։ Այսօր մեր իշխանությունները տանում են բախման։ Դիտավորել սրում են, տանում են բախման։ Օրը մի ձայնագրություն հանում են, չեմ ասում այդ ձայնագրությունը ճիշտ է կամ սուտ։ Ասում եմ այդ ձայնագրությունը հանում են, տները խլելու են, ամեն ինչ անում են, որ նրանք ասեն ժողովուրդ ջան, եթե սա հաղթես տեսեք ինչ անելու։ Նորից վեր գալավ բանդիկով չակուչը, նորից էլ դուս եկավ փողոց։ Խփելու եմ հիմա մյուսների գլխին։ Հատուկ դա անում է նրա համար, որպեսզի գնա բախման։ Այսինքն մենք խաղաղություն ենք բերել Ադրբեջանից, որպեսզի պատերազմ հրահրենք Հայաստանի ներսում։ Սա է անում Նիկոլ Փաշինյանը ժողովուրդ ջան։ Ու ասեմ, ռուսամետ ուժերը այդ խաղի կանոններն ընդունելու են, որտեղ ասել է, եթե ես հաղթեցի, ձեզ բոմբ եմ սարքելու։ Կզսնելու եմ։ Օրենք տեղապատուցեց, որ ինքը իրավունք ունի, կզսնի, օրենքի խախտում չի։ Հասկանում եք, որ դա գնում ասարման։ Մենք էլ պարզ հայերեն ասում ենք։ Դրա դեմ առնելու մի ձև կա։ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, որը իսկ սկզբանե կատեգորիկ կանգնելու ասելա ոչ մեկին չեմ միանա, որ այն ժամանակ քննադատում էին թե ինչու չեք մտածում կարելի է միանալ։ Հիմա այսօր դա կյանքը ցույց տվեց, այդքան անալիտիկ ունակություններ ու փորձ ունենք, ես էլ Գուրգեն Սիմոնյանն էլ որպես քաղաքագիտության տեխնացու, որպեսզի հասկանայինք, որ իսկ սկզբանե կոշտ ձևով կանգնեինք ու ասեինք ոչ մեկին չենք միանում։ Իսկ այս ընթացքում բոլորը բացահայտվեցին։ Բոլորը։ Մի մասը ասես եթե անցնենք Նիկոլ Փաշինյանն ենք պաշտպանելու, մի մասը անցնենք Սամվել Կարապետյանն ենք պաշտպան։ Մի մասը որի փրթե իրանք նենց անկողմնակալ ինչ որ այս դաշտումներին, ասին ոչ կներ այս գործող իշխանությանը կմիանանք ոչ էլ նախկիններին, բա ասին Սամվել Կարապետյանը հո նախկին չի։ Դա ինչ է նշանակը, որ կմիանանք, պարզ չի։ Իսկ դաշտը հստակ է, ժողովուրդ ջան։ Դաշտը հստակ է։ Եթե մենք ստանում ենք շատ ձայն, բախում չի լինում։ Որտեղ կանգնում ասում ենք, հոп դու մեծամասնություն չունես, ում ձայներին ես ներկանգնում մարդկանց փողոց անելով։ Լասպասի մի հատ տենանք ով է վարչապետ լնում, լասպասեք մի հատ բանակցություններ կա, լասպասեք մի հատ հասկանանք ինչ է կատարվում։ Այդ առաջի ալիքը կոտրվում է, որ ամեն մեկը մտածում է, ամսի 7-ով ամեն ինչ որոշվում է։ Դա ինձ էս պարզ բացատրում։ Եվ ասում ենք, այդ պարագայում կատեգորիկ պետք է կանգնել եւ չմիանալ ոչ մեկին։ Սա է հարցի լուծումը։ Ստանալով մանդատ, մանդատի ուժով կանգնել ժողովրդի այդ բախման արանքը ու ասել, որ ինչի համար եք բախում տանում, եթե դուք մեծամասնություն չունեք։ Գնանք տեսեք մի հատ հաջորդ քայլը ինչա տեղի ունենում եւ ժողովուրդն էլ հասկանա որ այդ բախումը բացարձակ կարելի է կանխել միայն այդ ձևով։ Իհարկե ես հասկանում եմ որ շատերը շատ ծանր են տանում, բա նրա խաղերն են խաղում, նրա խաղերն են խաղում։ Մարդիկ ասում են, բա որ դուք ձայները փոշիացնեք, դրանով օգնում եք Նիկոլ Փաշինյանին։ Ասում ենք դուք ինչ եք կարծում, Սամվել Կարապետյան, գումարած Գագիկ Ծառուկյան, գումարած Ռոբերտ Քոչարյան ձայներն ավելի շատ է թե բան Նիկոլ Փաշինյան։ Ասում չէ իրան ձայներն ավելի շատ է, քան Նիկոլ Փաշինյանը։ Բա ոնց ենք ձայները փոշիացնում տալի Նիկոլ Փաշինյանին։ Եթե դրանից շահելու ամենաշատ ձայն ստացածը, ու այս երեքը մի դեմքով են հանդես գալիս։ Այս երեք ավելի շատ ձայն ունեն, քան Նիկոլ Փաշինյանը։ Ոնց է մեր ձայները Նիկոլ Փաշինյանին միանում։ Թե ուղղակի դուք պատվեր ունեք, տենց ասեք։ Մի օքի էլ կարեց վերջերս հարցազրույց էր տվել ու ասում էր, բա գիտեք, այդ իսկական ազնիվ դե ինքը լրիվ նիկոլական դաշտում էր, էլի։ Չեմ ուզում աննտամ, այդքան մեծ կարևոր չի։ Մանա դե 4-ը նշում էր, որ այդ հայրենասիրական դաշտում Նիկոլ Փաշինյան, Արման Բաբաջանյան, Արամ Զավենի Սարգսյան եւ Լևոն Շիրինյան։ Մարդ հարցազրույցում ասում, այս 4-ն են, մնացածը սա ռուսական դաշտում է։ Մնացածը բոլորը։ Հիմա մեկը ինձ գրել ասում, ինչ չեք հերքում, որ դուք ռուսական դաշտում չեք։ Հասե բայց ինչի համար հերքենք։ Մարդը հրաշալի բան ասի, ինքը խոհանոցը գիտի։ Ինքը խոհանոցը գիտի, ու գիտի, որ մենք նիկոլական չենք։ Ինքը բացահայտել է խոհանոցը։ Այս շատ ուրախ ենք դրա համար։ Ինքը փաստը գիտի, ասել է Անդինյանը, Սիմոնյանը մեր հետ են, ասել են չէ, դե մտածել է, ո՞նց կարող պատահի։ Եթե մեր հետ չեն, ուրեմն ծախվել են մյուսներին։ Ինքը չի կարող հասկանա իր ուղեղով, որ կարող ես ոչ նրան ծախվես, ոչ նրան։ Այսինքն ինքը իր դրա համար ասում ժողովուրդ ջան, այն որ ասել է, որ մենք նիկոլական չենք, դա փաստ է, որտեղ ինքը տեսել է, որ այնտեղ չենք, հարցրել է։ Այն որ ասել է մյուսների հետ ենք, դա կարծիք է։ Կարող է ճիշտ է, կարող է սխալ։ Ինչ է հերքենք։ Հիմա նույն հաջողությամբ մեկ ուրիշը գնում է ռուսամետ ուժերին, ասում է Անդինյանն ու Գուրգեն Սիմոնյանը մեր հետ են, ասում են չէ։ Ոչ մի ձևի ուղիղ, տակից, կողքից մեր հետ են, ասում են չէ։ Դե լավ, ուրեմն Նիկոլի հետ են։
Դերում հետ պետք է լինեն։ Հայաստանում ոնց կարա մարդը ոչ նրա հետ լինի, ոչ նրա։ Ժողովուրդ ջան, դուք ձեր բարոյականությամբ եք չափում։ Առավոտից իրի գոհացեք բաժողովի մասին ով պետք է մտածի, բա մի մարդ չկա որ նրանից կախված չլի։ Հենց այդ իմաստն ասեք, չէ, չենք հավատում։ Այդպես բան հնարավոր չի։ Ժողովուրդ ջան, մի անգամ եւս ասեմ, ավելի པարզ բացատրեմ, որ հասկանան։ Ովքեր այդ ճղճին բաները տարածում են, նրանք ուզում են որ Հայաստանում լինի պատերազմ, քաղաքացիական պատերազմ։ Իրանց լափի համար ժողովուրդ ջան, բարդ այդ կան հասկանա։ Ես հիմա ձեզ բացատրում եմ, մենք ի վիճակի ենք քաղաքացիական պատերազմը կանխել, եթե այս երկու թիմը մեծամասնություն չունենան։ Ավելի པարզ ձեզ ոնց բացատրեմ։ Ասում եմ իմ հետևորդներից էլ նեղանում են, ասում են, ինչ ես անում, տարիքդ նշում։ Նշում եմ, ասում եմ, ես 66 տարեկան եմ, ժողովուրդ ջան։ Ես ինչի համար պետք է գնամ հայրենիքը ծախելու գնով, որ ինչ անեմ։ Կյանքս 1000 տարով երկարացնելու է։ Իմ երեխաները իրանց օրվա հացը վաստակում են, օրվա իշխանության հետ էլ որևէ առնչություն չունեն, այսինքն իշխանության բարեհաճությունով պայմանավորված չի, քաղաքականության հետ էլ կապ չունեն, ոչ իրանք են ուզում խառնվել, ոչ ես եմ ուզում խառնվել։ Ինչի համար եմ անում։ Մի կտոր հաց ուտելու համար, ժողովուրդ։ Հայրենիքից մի կտոր կտրում եմ ծախեմ, որ մի կտոր հաց ուտե։ Բայց 10 օր հետո չեք ասի, թեքեմ քո երեսին։ Այդ ինչ էին մեծ ճոռոմ խոսում։ Էս ինչ գնացիք ծախվեցիք։ Չեք ասելու։ Բասա ենք ասում։ Գուրգեն Սիմոնյանը քաղաքական կարիերա է անում։ Մտել է շարժման մեջ, կուսակցություն է ստեղծել, այս վիճակով նա արդեն բավական լուրջ դերակատարություն ունի։ Իրան չի պետք 10 օր հետո դառնա եսի ինչ։ Նա առաջ կարիերա կա, այս ընտրությունով ինչքան է ձայն ստանա, հաջորդ ընտրությունով, մյուս ընտրությունով, դա կբազմապատկի։ Մի հատ երիտասարդ թին կա, կուր թին կա կողքը կանգնած։ Առավոտից իրիկու ամեն ինչ որ անում են, ասենց տեսնեք ինչ ոգևորությամբ։ Նրանց առաջ ճանապարհ կա։ Նրան չի պետք է գնա այսօրվա դրությամբ, ինչի համար է դա անելու։ Այսօր 10 օր հետո բացահայտվի, որ ինքը Նիկոլ Փաշինյանի խաղերն է խաղում կամ ռուսական խաղերն է խաղում, ու իր կարիերային հեն անիցի։ Մտածեք էլի ժողովուրդ ջան։ Ես մեկա դուք չեք հավատա, որ մարդը կարա ազնիվ լինի։ Դրա համար ես բերեմ եմ օրինակ, որ մեր անազնիվ լինելու մեջ մենք շատ չունենք։ Գուրգեն Սիմոնյանը երիտասարդ է, իր կարիերան չի ոտնահարի, գնա մի կտոր լափի համար մեկին միանա։ Ես էլ 66 տարեկան մարդ եմ, շաքարել ունեմ, ինձ շատ ուտել չի կարելի։ Լապ առավել եւս։ Ստամոքսս չի մարսի։ Ստամոքսի խնդիր ունեմ։ Էլ ո՞նց ձեզ բացատրեմ, որ հասկանաք, որ ժողովուրդ ջան, այս ամեն ինչ արվում է ձեր երեխայի ապագայի համար, ձեզ համար։ Այսօր ամեն ինչ մենք անում ենք, որ Աստված մի արասը, չստեղծվի մի հատ այնպիսի կառույց սրանց մեջ, որը գնա միանա Նիկոլ Փաշինյանին, ոնց որ Արտուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանին միացավ, եւ մարտի 1 եղավ։ Դուք ասեք նեցանենք Գյումրի 2 չլինի, նեցանենք Երևան 2 չլինի, որ այնտեղ միացան իշխանությունը եկավ, այնտեղ էլ միացան ռուսամետները եկան։ Ես էլ ասում եմ մենք նենց ուզում ենք անենք, որ մարտի 1-ի մարտի 2 չլինի։ Որովհետեւ բավական է մեկը գայթակղվի կամ վախենա, որովհետեւ տակը 1000 մի կեղտ կա եւ գնա Նիկոլ Փաշինյանին միանա, նա լեգիտիմ իրավունքով քաղաքացիական պատերազմ է սկսելու։ Չգիտեք որ անելու է։ Բասա ենք կանխում։ Հեչ էլ հիմա արդեն չես իմանում ինչ ասես։ Դրա համար ժողովուրդ ջան, ինձ թվում է կարողացած ես բացատրել թե ինչի առաջ են կանգնած եւ այս ամեն ինչը մտածեք մի հատ։ Նոր հասկանանք իրար հետ, մենք ունենք մի շանս։ Ոչ թե Գուրգեն Սիմոնյանը այլընտրանք է, Գուրգեն Սիմոնյանը միակ այլընտրանքն է։ Գուրգեն Սիմոնյանի այլընտրանքին այլընտրանք չկա։ Եթե դες պինդ կանգնած եմ իր կողքին, հավանական քաղաքական դաշտում բոլոր բաներն ուսումնասիրել եմ։ Գոնե չեք կասկածի իմ վերլուծական ունակությունների վրա, ռիսկերը գնահատելի եւ կառավարելու ունակությունների վրա։